Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում ձեր սպասված Արարատյան Խոհանոցն է։ Շատ շնորհակալ եմ, որ միասին ենք, շատ ուրախ եմ, որ ունկնդրում ենք մեր հաղորդումները։ Բարեկամներ, ուզում ենք օգտակար լինել ձեզ, տոնական օրեր են եւ ուտելիքներ, կերակուրներ, ինչ պատրաստել, ինչով հյուրասիրել, ինչով զարմացնել մեր հյուրերին։ Կաշխանենք այսօր մի աղցան պատրաստել եւ օգնել ձեր փնտրտուքին։ Այսօր ինձ օգնելու է Անյուտա Մաթեոսյան, Արարատ ռեստորանի խոհարար, երիտասարդ խոստումնալից, ողջույն։ Աննա, ինչպե՞ս ես Աննա։ Շատ լավ, շնորհակալ եմ, դուք ո՞նց եք։ Լավ, գործերը լավ են։ Շատ լավ, շնորհակալություն։ Լավ դիմավորեցիր։ Շատ լավ դիմավորեցի։ Ուզում եմ շնորհավորեմ բոլորին ամանորի եւ Սուրբ Ծննդի կապակցությամբ եւ այդ առիթով ուզում եմ մի համեղ աղցան պատրաստել բոլորի համար։ Շատ արագ պատրաստվող աղցանը կոչվում է պղպեղանի եւ մեզ անհրաժեշտ են կարմիր տակտեղ խորոված վիճակում, կարող ենք օգտագործել նաեւ պահածոյացված կարմիր տակտեղ եւ թարմ խորոված, ինչպես դուք կնախընտրեք, մեզ պետք է մարինացված եգիպտացորեն, ամբողջական, կաթի եգիպտացորեն ենք, չէ՞։ Այո, կաթի եգիպտացորեն, սև անկորիս զեյթունա մեզ հարկավոր եւ հավի կրծքամիս։ Մենք պետքա համեմենք հիմա կրծքամիսը, որպեսզի տապակենք եւ վերցրեք։ Համեմենք, որպեսզի տապակենք։ Ես այդ ընթացքում համեմում ենք աղով, սև եւ կարմիր պղպեղով եւ մի փոքր ձիթայուղ ենք անում։ Ես այդ ընթացքում կկտրատեմ եգիպտացորենը։ Ընդհանրապես ինչ նշանակություն է տալիս աղցանին։ Այ մենք հիմա աղցան ենք պատրաստում եւ գիտես, որ շատ են զանգահարում ինչ պատրաստել հատկապես աղցանների մասով, ինչն է կարևորում աղցանների մեջ։ Աղցանների մեջ կարևորում եմ այն փաստը, որ ինքը շատ արագ է պատրաստվում եւ անկախ նրանից, թե դու ինչ խառն ես այդ օրերին ու ես գիտեմ, թե ինչքանով է դա կարևոր։ Ես աղցանները շատ եմ նախընտրում, որովհետև ինքը շատ հեշտ է պատրաստվում։ Եթե ձեռքիդ տակ ունես այսպես պահածոյացված մթերքներ, դու շատ արագ կստանաս մի համեղ գեղեցիկ բնավոր աղցան։ Իհարկե ոչ, թարմով ես ավելի գերադասում եմ, երբ որ սննդամթերքը թարմ է լինում։ Բայց քանի որ այդ օրերին զբաղվածությունը շատ է, դու կարող ես նաև օգտագործել պահածոներ։ Օրինակ, պաշար արված, այն մեր մառանի պարունակությունը։ Մեր մառանի պարունակությունը, այո։ Մենք հիմա կտրատեցինք եգիպտացորենը եւ զեյթունը անկորիս երկու մասի ենք բաժանում։ Ես պիտի տապակեմ։ Ես կտապակեմ։ Նախորոք տաքացնում ենք տապակը, լցնում ենք ձիթայուղ։ Ինչպես ենք ասում, տապակը տաքացնում ենք ձեթը դաղում։ Ձեթը դաղում, այո։ Եվ ձեթը ինչ կդաղվի, մենք այդ ընթացքում։ Իսկ կանաչիներ օգտագործելու ենք։ Հա, օգտագործելու ենք մաղադանոս։ Շատ գեղեցիկ գունավոր աղցանը եւ շատ գրավիչ։ Մինչ հավի միսը կտապակվի, մենք այդ ընթացքում կկտրենք բիբարը։ Մաղադանոս, չէ՞, նշեցիք։ Հա, դուք մանրացրեք մաղադանոսը։ Բիբարը հարկավոր է կտրատել բարակ ձողիկների։ Շերտերով, հա։ Այո։ Այս աղցանից դու պատրաստում ես, հա, երբևէ։ Կան աշխատանքի վայրում։ Աշխատանքի վայրում եմ պատրաստում, տանն եմ պատրաստում, այս աղցանը շատ սիրում եմ, որովհետև ինքը շատ հարմար է, երբ որ անսպասելի տունը հյուրեր ենք ունենում, շատ արագ պատրաստվող, շատ հարմար աղցան է։ Եվ տեսքով, չէ՞։ Եվ հա, իհարկե, գունային համադրությունը ամենակարևորը։ Համեմունքներ ինչ ենք անելու։ Օգտագործելու ենք աղ եւ ձիթայուղ։ Մենք բիբարը խորովել ենք նախորոք։ Էլի պահել ենք, պաշար ենք արել։ Հա, պաշար ենք արել։ Գիտես, պահածո ասվածը չի վերաբերվում միայն այն ապակե բանկայի մեջ անպայման։ Պահածո նշանակում է պահված, այսինքն մենք կարող ենք խորովել
եւ պահել։ Պահված բառն է, չէ՞։ Այո։ Հավի միսը պատրաստ է։ Հարկավոր է այնպես տեղափոխել ափսեի մեջ, որ ձեթը շատ չլինի։ Որ ձեթը չլցվի, չէ՞։ Հիշեցնեմ բարեկամներ, որ Աննան նաև հավակնում է մասնակցելու երիտասարդ ավագ խոհարարների օլիմպիադային, որը արդեն երկրորդ անգամ իրականացվում է Հնդկաստանում, պիտի ներկայացնի Հայաստանը եւ այս նոր տարին կարծում եմ իր սպասելիքները հենց մի մասներ կապված են այդ մրցույթի մասնակցելու հետ։ Հա, անկեղծ ասած, շատ անակնկալ էր ինձ համար, երբ որ իմացա, որ պետք է մասնակցեմ այդ մրցույթին, ինչպես նաև միևնույն ժամանակ շատ ուրախացա։ Դա շատ կարևոր փաստ է խոհարարի կյանքում, երբ որ դու քեզ հրավիրում են ինչ-որ միտեղ մասնակցելու։ Ես մեծ ուրախությամբ ընդունեցի առաջարկը եւ պատրաստվում եմ Հայաստանը ներկայացնել եւ ինչու՞ չէ նաեւ մարտական տրամադրված պետք է հաղթեմ։ Ոյ, պետք է հաղթես, ինչ ես անելու $10,000-ը։ Դեռ չեմ որոշել, անմիջապես հաղթելուց հետո այդ մասին կմտածեմ։ Հիմա առաջնային նպատակս այնտեղ հասնելը եւ հայկական խոհանոցը ներկայացնելն է։ Առաջի նպատակը այս աղցանը լավ պատրաստելն այսօր։ Այսօր այո, ես հետագայի մասին էի խոսում։ Աղցանը պատրաստ է։ Նորից հիշեցնենք, Աննա ջան, օգտագործեցինք խորոված մաքրված կարմիր տակդեղ, եգիպտացորեն կաթի ամբողջական, սև անկորից ձիթապտուղ, հավի տապակված միս, ձեթ արդեն չավելացրինք, որտեղ հավի հետ ձեթ կար, թե ավելացնենք։ Չէ, շատ աննշան ավելացրինք, ուղղակի փայլի համար, որ աղցանը ձեզ ժպտա։ Եվ մաղադանոս ու աղ պղպեղ։ Այո։ Հիմա տեսնենք, թե ինչպես է ժպտում այս աղցանը։ Հիմա տեղափոխենք մատուցվող ափսի մեջ։ Տեղավորում ենք այն ափսի մեջ հավասարաչափ, որպեսզի Համաչափ։ այո, հավաչափ, որպեսզի երկունային տեսքը եւ արտաքին տեսքը գեղեցիկ լինի։ Ինչ պատրաստել, ինչով հյուրասիրել։ Մի լավ թեթև տարբերակ հայեցի, հայկական խոհանոցից, պղպեղանի։ Եվ այսպես աղցանը համարյա պատրաստ է, մեզ մնում է ընդամենը նրան ձևավորել չորացրած համենված լավաշներով, որը դուք ինքներդ կարող եք տան պայմաններում պատրաստել, շատ հեշտ եւ շատ համեղ ու օգտակար։ Բարի ախորժակ։ Աղցանը պատրաստ է։ Աղցանը։ Շատ լավ, Աննա ջան, ինչ ցանկություններ ունես մեր հեռուստադիտողներին, կարող ես հղել։ Հեռուստադիտողներին ցանկանում եմ ամենալավն ու բարին, միշտ եղեք ուրախ, երջանիկ եւ մի մտածեք, թե ինչ պատրաստել, երբ որ անակնկալ հյուրեր են գալիս, մենք ձեզ առաջարկում ենք հարմար տարբերակ։ Ապրես ձեր անունից ուզում եմ շնորհավորել Աննային նախ ամանորի հետ կապված, ուզում եմ մաղթել հաջողություններ իր մրցույթի հետ կապված, նաև հայտնել շնորհակալություն։ Շնորհակալություն Աննա ջան, ապրես դու։ Շնորհակալություն։ Հարգելի հեռուստադիտողներ, այսքան էր այսօրվա համար։ Ես պիտի հիշեցնեմ, որ աղցանը մատուցվում է որպես նախուտեստ, այսինքն հիմնական կերակուրից առաջ։ Եվ ուզում եմ մաղթել, որ բոլորիս ամանորը շնորհավոր լինի, բոլորս լինենք առողջ ու երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք։ Եվս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ցտեսություն բարեկամներ։ Պղպեղանի, կարմիր պղպեղ 70 գրամ, հավի կրծքամիս 70 գրամ, եգիպտացորեն 50 գրամ, ձիթապտուղ 30 գրամ, աղ, բարյախորժակ։